Բարև ձեզ սիրելի հեռուստադիտող բարեկամներ, մենք շարունակում ենք հոգևոր զրույց հաղորդաշարը։ Եվ այսօրվա իմ հյուրն է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Վահան Քահանա Ազարյանը։ Օրհնեցեք Տեր։ Այսօր ես ուզում եմ, որ միասին խոսենք հայ եկեղեցու հոգևոր բարեպաշտական արարողություններից մեկի մասին։ Ընդհանուր խոսենք ինչ է նշանակում հոգևոր բարեպաշտական արարողություններ և խոսենք հատկապես մոմավառության մասին։ Ինչ է նշանակում հոգևոր բարեպաշտական արարողություն։ Հայ եկեղեցու սովորույթների մասին խոսելիս մենք խոսում ենք բարեպաշտական սովորություն ասելու, որովհետև քրիստոնեական ամբողջականություն ունեցող ժողովուրդը իր ավանդույթներն ունի, բնական է, որ մեր ժողովուրդը շուրջ 2000 տարիների ավանդույթներ ունի, իսկ բարեպաշտական են կոչվում այն սովորությունները, հետևաբար դրանցից նաև փոխող արարողությունները, որոնք կանոնակարգված չեն, սակայն ընդունված են ավանդությամբ, որովհետև դրանք եկել են եկեղեցու հետ միասին, այսինքն եկեղեցու ծնունդով են սկսել մուտք գործել եկեղեցու կյանք։ Կարգավորված չէ նրանց ընթացքը, նրանց տեղը հստակ է, նրանց գործառույթը հստակ է, գաղափարաբանությունը և անելիքները շատ հստակ են քրիստոնեական կենցաղավարության մեջ, սակայն կանոնակարգված չեն, ինչպես կանոնակարգված լինեն խորհուրդները, ծեսերի մի հստակ հատված, որոնք հստակ կանոնակարգված են իրենց գյուղով և ավարտում։ Որովհետև հոգևոր բարեպաշտական սովորույթները ներմուծվելով եկեղեցական կյանք դեռ շատ վաղուց, մինչ քրիստոնեական կյանքն անգամ ունեցավ, շատ ավելի բարի ավանդույթների շարունակությունն են հանդիսանում։ Եվ դրանք բարեպաշտական են, որովհետև անմիջական կապ ունեն աստվածպաշտության հետ։ Այսինքն նրանք բարեպաշտության, բարին պաշտելու և պաշտամունքային տեսեր են ենթադրում։ Այսինքն, եթե շատ նշեցիք օրինակ մոմավառությունը, դրանից հետո նաև խաչակնքումը, երկրպագությունը, օգտագնացությունները, պատկերների հանդեպ հարգանքը, պատկերագրությունների մուտքը եւ այլն բոլոր բաները իրենց հետ ծնել են որոշակի արարողակարգային կերպեր, օրինակ խաչակնքում ինքնարարողություն է, մոմավառությունն ինքնարարողություն է, որի մեջ կա գաղափար։ Սակայն ինչպես ասի կանոնակարգված չէ, որովհետև որևէ կերպ չի կարելի ասել, թե մարդը երբ վառի, ինչու վառի, քանի հատ վառի, որտեղ վառի եւ դրի, այլ նա կարող է իր գաղափարաբանությունն ունենալ, սակայն չունենա գաղափարաբանություն, բարեպաշտական սովորություններն այդպես չեն սիրում։ Նրանք ունեն իրենց հստակ կերպ եւ գաղափարախոսություն, իրենց հստակ քրիստոնեական կենցաղավարության հետ առնչության հիմնական տեղերն ու կերպերը։ Բարեպաշտական սովորությունները մեր կյանքի հիմնական մասն են, ամենակարևորը, որովհետև բարեպաշտական սովորությունների միջոցով են, որ մենք շատ դեպքերում արտահայտում ենք անգամ լուր մեր հավատքի ողջ գերությունը։ Բարեպաշտական սովորույթների մեջ արարողությունների կերպով, այսինքն սովորույթը կա, այլ վերածվել է արարողության միջոցով արտահայտելու քրիստոնեական կենցաղավարության և քրիստոնեական գիտակցության հիմնական ձևերը։ Քրիստոնեական գիտակցության մեջ կա խաչը, այսինքն խաչապրկությունը, Քրիստոսի ներկայությունը խաչով, հետևաբար մարդու խաչակնքումն ինքնին արդեն արարողության, այսինքն ձևը շարժում, արարողություն ինքը ենթադրում է շարժում, որոշակի գործողություն, արտաքին գործողություն, որի միջոցով արտահայտվում է այս կամ այն կերպ, այդ կամ այն ձև։ Մենք խորհուրդների մասին խոսեցինք մեր հաղորդումների շարքում, եւ մենք տեսանք, թե ինչպես այդ խորհուրդները ձևավորվել են, ձևակերպվել են, իրենց հստակ ասելիքն ունեն, ինչ համար են այդ բոլոր բաները, որ նրանք հիմնված են փրկagorցության վրա եւ այլն։ Հետևաբար այդ նույն բոլոր բաների մեջ խտացված կերպ կա, այդ խտացված կերպի մեջ խաչակնքումը գոյություն ունի, մոմավառությունը գոյություն ունի եւ
պատկերացնեք, որ խորհրդակատարությունները առանց խաչակնքովի մոմավարության, երկրպագության, պատկերների կիրառման, ուխտագնացությունները որպես բարեպաշտական սովորությունների առանց այդ բոլորի չեն։ Ուխտագնացությունները հաճախ ավարտվում են ամենամեծ խորհրդակատարության մակարդակի իրագործմամբ եւ այլն երևույթներ կան։ Ինչևէ, փորձեմ ամփոփել բարեպաշտական սովորությունների եւ արարողությունների մասին ընդհանուր մոտեցումը, ասելով, որ բարեպաշտական սովորությունները յուրաքանչյուրը նույնքան հին են, որքան որ եկեղեցին կա, որովհետեւ չկար Աստվածաշունչը, բայց կար եկեղեցին։ Այսինքն կար ամբողջական ապրումը քրիստոնեական կյանքի։ Հետևաբար Աստվածաշունչը եկավ պատմելու ու խոսելու այն ամենի մասին, ինչի համար որ մարդիկ ապրում են այդ քրիստոնեությունը։ Հետևաբար սովորույթները, որոնք իրենց հետ բերել էին առաջանները եւ որոնք իրենց հետ ներմուծեցին եկեղեցու կյանք մեր պետերի, հայրերի, առաջին քրիստոնյաների դեպքում, որովհետեւ նրանք սովորույթներ են դարձել։ Դիտուք օրինակը բերեմ այդպես, չնայած մենք ամեն մեկի օրինակի մեջ կօգտագործենք, բայց դուք օրինակի համար պետք է դրոտա բարեպաշտության համար, այսինքն աստվածպաշտությունը ամբողջականացնելու համար եւ ծառայում է աստվածպաշտության։ Տեր այ խորհուրդների մասին որ խոսում էինք, դուք նշեցիք, որ դրանք պարտադիր են։ Այո։ Այսինքն մկրտությունը քրիստոնյա դառնալու համար, ապաշխարությունը մեղքից ազատվելու համար, լավ, իսկ բարեպաշտական արարողությունները պարտադիր են, այդպես ինչպես խորհուրդները։ Ենթադրում են պարտադրություն, բայց չեն պարտադրում։ Ինչու, որովհետեւ այդպես պետք խորհուրդների ժամանակ մենք կատենք պարտադիր, այո պարտադիր է, եւ մարդը ուզում է ասել, որ ես քրիստոնյա եմ, դեռ չեմ հավատամ, ինչու՞ նա չմկրտվի։ Որովհետեւ նրանով է փաստագրում քրիստոնեությունը։ Ես ասեմ, որ ես Աստվածասեր եմ, սիրում եմ եկեղեցին կամ աշխարհիկ օրինակով բերեմ։ Ես այդ ինչ մարդու որդին եմ, բայց նրա ոչ ազգանուն ունե, ոչ նրա տանն եմ ապահովում, ես ոչ ոքի չապացուցեցի դա, բայց շատ էլ է մարդուն հարցնում, դա չէ որ նրա տան անդամն է։ Այդպես էլ Քրիստոսի տան անդամը, Աստվածության անդամը դառնում մկրտության։ Այսինքն կերպել պարտադրության սկզբունքն է։ Այսինքն այո, պարտադիր է, երբ որ դու ուզում ես դառնալ Քրիստոսի եկեղեցու զավակը, նրա արքայության անդամ պետք է մկրտես։ Այդ նույն ենթադրության մեջ էլ բարեպաշտական արարողությունների կերպն է ենթադրում։ Այո, եթե դու քրիստոնյա ես, պետք է խաչակնքվես։ Սակայն պարտադիր չէ, որ որևէ մեկն ասի, գիտես, այդ ինչ տեղում այսքան հատ պետք է խաչակնքվի։ Ոչ, յուրաքանչյուր անհատաբար է մոտենում խաչակնքվելու մոմավարության, երկրպագության կերպերի ձևերի։ Որևէ մեկին չէ կարող ասել, թե որևէ բարեպաշտական արարողություն իրագործելիս ու պետք է անպայման այդ ինչ տեղում կանգնեցնել, անպայման այդ ինչ բան։ Ինչ չի վերաբերում արդեն խորհուրդներին։ Ամուսնության խորհուրդը, պսակամուսնության խորհուրդն է կատարում, պետք է անպայման զույգը արու եւ եկես բախտացնի, հա։ Պետք է անպայման ասենք տաճար բերվի եւ իրենց օրենությունը ստանան տաճար, անպայման այդ ինչ տեղը պետք է կանգնեն, անպայման այդ ինչ խոսքը պետք է ասի քահանա։ Ինչ որոշակի անպայմանություն կա։ Իսկ բարեպաշտական արարողությունների ժամանակ անպայման է որ ինքը ներմուծված լինի մեջ, որ դու տեղ ունենա։ Որ ինքը հասկանա ինչու է գործում դա։ Այս է անպայմանություն, բայց կանոնակարգված չէ ոչ մի կերպ, որի որևէ մեկը ի տարբերություն, այսպես ասեմ, մյուս եկեղեցիների, ուղղափառների եւ ուրեմն կաթոլիկների, այնտեղ որոշ բաներ կարգավորված են։ Իրեն ժողովրդի հանդեպ ունեցած հանրություն, որովհետև օրինակ ռուսները կամ ուղիները չեն պատկերացնում ինչ ասել են մոմավարություն, որը կարգավորված չէ։ Իրեն կարգավորել են, այսքան հատմոն պիտի վարել, այդ իշխտեղում պիտի վարել, օրինակ Ռուսաստանը բնակ շատ-շատերը կապացել, որ գալիս եւ հարցնում են մահացած Աչակոմյան որ նկարի մոտ այսինքն ռուսի եկեղեցին կարգավորել է որոշակի բանի ժողովրդի համար, դա իր եկեղեցու խնդիր է, պետք է անի դա, որովհետեւ դա իրեն պահանջ կա։ Մեր եկեղեցու համար, այ մարդու համար դրանք չեն կարող կարգավորել, որովհետեւ նրանք արդեն 2000 տարիներ շարունակ իբրև բարի սովորություն եւ ավանդություն մտել են կյանք եւ դրանք չեն կարող դուրս գալ, որովհետեւ անմարդուն չեն քրիստոնեական կյանքին, որովհետեւ նրանք խիստ կապված են քրիստոնեական կենտրոնությամբ։ Լավ դեր, հիմա խոսենք մոմավարության, հենց կոնկրետ հոգեոր այդ բարեպաշտական արարողության մասին։ Սա մի արարողություն է, որը, այսպես ասած, շատ շահարկման խնդիր է դառնում, հատկապես
հայ առաքելական եկեղեցու հետևորդների եւ աղանդավորների միջեւ։ Հիմա այսպեսի հարց, այդ որտեղից է գալիս մոմավառության այդ բարեպաշտական սովորությունը։ Ուրեմն այո, խոսեցինք, որ հա բարեպաշտական սովորությունը եկեղեցու կյանքի այդպես ասած հիմնական արտահայտիչներից ու բաղադրիչներից մեկն է։ Իրենց շարքի մեջ, իրենց կերպերի մեջ, որոնք ամեն մեկը յուրովի իրենց ասելիքն ունեն տվյալ պահին, տվյալ ժամին։ Հատկապես մոմավառության մասին պետք է ասել, որ նա շատ ավելի հին է կրոնական արտահայտություն, քան քրիստոնեությունը։ Շատ ավելի հին է։ Եթե միայն մենք Աստվածաշնչով առաջնորդվենք հնության մասին, պետք է տեսնենք, որ Աստված ինքն է հրահանգում, խորանում կանթեղ մառել։ Ինքն է հրահանգում, տաճարում կանթեղ ունենալը, իր պատկերի նմանություն ցույց տալու համար, իր ներկայությունը ցույց տալու համար։ Ներքին խորանում ունենալ անպայման կանթեղ։ Ապա դրսում նաև աշտամակ տնելու հրամանը տվեց 7 թևանի, ուրեմն 7 մոմակալ, 7 տեղանի մոմակալի աշտանակի մասին խոսել։ Այսինքն խոսվում էր արդեն ճրակ վառելու մասին, ճրակներ վառելու տոն ունեին վերջապես, եւ վերջապես հիշեք դառնուց առաջի մասով, որ ժողովուրդը ճրակներով էր տաճարը գնում, եւ իրենք այդպեսի մեծ տոն, այսինքն Աստծո հրահանգված էր արդեն տաճարը զարդարել ուրեմն ճրակներով, որը խորհրդանշում էր Աստծո լույսը եւ ներկայությունը։ Եվ հիշենք, որ բազմաթիվ սրբություններ կար, որոնք խորհրդանշում են Աստծո ներկայությունը եւ ետյուղ էին հանդիսանում ժողովրդի համար։ Ճիշտ է, այդպես էլ պետք է ասել, որ նույն սովորությունը, որպես կրոնական արտահայտության ձևերից մեկը ճրակը, հետագայում արդեն մոմավառության դանազան կերպերը սկսեցին եկեղեցական կյանք մտնել եւ դարձան արարողության անբաժանելի մասնիկ։ Բոլոր արարողությունների անբաժանելի մասնիկ։ Այդտեղ նրանք մոմավառությունը սկսել խորհրդանիշներ հանդիսացնել, մոմը ինքը խորհրդանիշ հանդիսացել, դիցուկ վերցնում ճրակալույցի օրերի, որ մենք սովորել ենք առաքյալներից, հունվարվեցին ճրակալույց անել եւ ապա պատարակ հունվարի 6-ին 5-ին ճրակալույց անել։ Այստեղ ավանդեցի, չէ, առաքյալը ավանդել է, այսպես բարվել։ Քրիստոս ավանդել է մեզ պատարակել։ Քրիստոս ավանդել է մեզ այդ իշբանն այսպես անել, այսինքն ավանդել։ Հավատքը մեզ ավանդված է հասել, չէ՞, ինչ-որ մեկը ավանդել է մեզ հավատքը։ Հետևաբար այդ հավատքի եւ գործված կերպերից մի քանիսը պահպանում է եկեղեցին, առանց այդպիսի ավանդության պահպանման եկեղեցի գործողությունը չի կարող։ Ճիշտ նույն կերպ է, եթե մարդը փորձի հայերեն չխոսել, բայց ասենք դե չկա, ես վստահ եմ, որ տարիներ հետո հայերենը պետք է տա, որ ինչ է խոսում հայերեն։ Այսինքն ավանդությունը շարունակի, դու խոսես զարգացնել գրավոր թողես մինչև անգամ հայերենը, որտեղ այն ծաղկի զորանա եւ մնա սերունդների մինչև անգամ ավանդ իբրել։ Հիմա այդ նույն կերպը քրիստոնեական սովորույթներն ու ավանդույթների մեջ ներմուծված սովորություններն են ու արարողությունները, որոնք պետք է անաղարտ բառ, որովհետեւ այնտեղ չսպրտի հեթանոսական միտումներ։ Այսինքն եկեղեցին այն կառույցն է դառնում, այն հաստատությունն է, ով պատրաստ է իր համընդհանուրության մեջ չշեղվել ճշմարտության ճանապարհը։ Այս կամ այն կերպերի նորամուտությունները չփորձեն սպրտել եւ ուրիշ բան սովորեցնել, նախապաշարումների վերածել այդ սովորությունները եւ արարողությունները։ Հետևաբար եկեղեցին պահպանողական կառույց է դրա համար, որ կարողանա լիարժեքորեն պահպանել Քրիստոսի ավանդածը, առաքյալների սրբության մեզ թողածը, հաստատը։ Այլապես մինչև օրս մենք ոչ մի եկեղեցի չէինք ունենա, ունենային քրիստոնեան նման ինչ-որ մի բան, ինչպես օրինակ բողոքականների մոտ։ Ոչ մի ավանդություն չէ, անընդհատ հնարավոր է փոփոխություններ այնտեղ։ Եվ լավ է, որ Աստվածաշունչը մեր հայրերը կազմել են ու թողել ժառանգություն այս աշխարհի։ Բողոքականներն Աստվածաշունչն են խորոպանք սարքին իրենց հարմարեցած, ինչ որ հիմա անում են։ Անցնենք մի կողմ ասելով, որ մոմավառությունը որպես այդպեսին հին ավանդության իբր կրոնական արտահայտության ձևերից մեկը լույս, ջերմություն, Աստծո ներկայություն եւ այլն այդ բոլորը ներմուծված նաեւ բնական քրիստոնեական իրականություն։ Մտնելով քրիստոնեական իրականություն, այն շատ բարդ համակարգում է տանում։ Օրինակ, բացի այն, որ տարածքը մոտ պետք է մոմերով լուսավորել, որովհետեւ հավատացյալները իրենց ներկայությունը լուսավորեն եւ տեսնեն, որ առաքյալն ահա բարձրացել է դեպի վրա եւ պատմում է իրեն Քրիստոսի մասին։ Բարձ սովորական կենցաղային կերպ է։
Հետևաբար պետք է նաև առաքյալի կողքերը պահեմում են, ոչ նա թուղթ է կարդում։ Ինչ որ մի ուրիշ առաքյալի ուղարկած բարեողջությունները, ինչպես Պողոս առաքյալի թղթերը կարդացվում էին եկեղեցիներում, չէ՞, Պողոս առաքյալն մեր թուղթը ուղարկել է Թեսաղոտնի գետին, որ ընթացիների Տիտոսի ձեռքով այդ ինչ բանն է ուղարկում դե։ Այո, գալու է պատմում է, խոսում ու կարդում է դրա մասին։ Հետևաբար ձևավորվել կարդալու ժամանակ ունի սովորությունը։ Ապա Արտողոմեոս առաքյալը իր հետ բերեց Սուրբ Աստվածածի պատկերը, որը տրվեց հոգյատվանքում, հետագայում հոգյատվանքում, այդ քարանդաում, որտեղ հավաքվում էին ժողովուրդ լսելու Քրիստոսի խոսքը ավետարանը։ Նա հետևեց խորանում Աստվածամոր պատկերը, որի շուրջ կանթերներն ու մեր մարդ։ Դա մենք ավանդությամբ ենք իմանում, Աստվածաշունչն ինչու պիտի գրել նրա մասին։ Այո, դա հայկական ավանդություն է, Աստվածաշունչը հայ ավանդություն չէ։ Աստվածաշունչը քրիստոնեական փրկagorության մասին աշխարհահռչակ լույս է։ Հիմա բնական է, որ մենք այդ ծովությունը շարունակենք, ճիշտ է, եթե նոր եկեղեցիներ են կարդում, պետք է նոր տարածքներ, ուր սրահներ, ուր մարդիկ հավաքվում են Քրիստոսի խոսքը լսելու, փառաբանելու, պատարագելու եւ պատարագին մատակելու, հաղորդելու, բնական է, որ այդ տարածքը պետք է լուսավորի։ Խորանը պետք է լուսավորի, ուր սրբություն է դրված։ Այդ կտա պատում։ Այսինքն մոմը եւ մոմավառության արարողությունը դարձավ խորհրդանշական եւ դարձավ խորհրդապաշտական։ Խորհրդի պաշտամունքի հիմնական կերպերից մեկը դարձավ։ Եվ դարձավ այդտեղ խորանները դարձավ մինչև անգամ պատվի նշան։ Այսինքն որտեղ որ մոմ էին վառում դնում, պատիվ էր տվյալ լուսավորում էր։ Այդ պատվի նշանի նաև շարունակությունը դարձավ։ Հետևաբար բոլոր սրբությունների կողքին կանթեղ էին վառում արդեն, պատիվ էին անում։ Ինչպես որ եկեղեցին շատ ավելի մեծ ճոխ ուներ, այնտեղ պատկերախաշտություն կա ամառների մոտ եւ ամեն պատկերի մոտ պարտադիր կանթեղները մեկից մի քանի հատ այնտեղ նոմականները հետ դրված են պատկերների առջև։ Հայ եկեղեցին ազատ է ավելի շատ այդ դիրքորոշման մեջ։ Շատ ավելի ազատ է, որովհետեւ համարում է, որ հայ մարդը չի համախմբում մոմի եւ պատկերի շուրջ, նա համախմբում է քրիստոնեական հավատքի գաղափարի շուրջ, իր աղոթքն է հաղում Աստված, որի մեջ կարող է մոմավառությունը իրեն օգնել։ Այդտեղ մոմ վառելու սովորության մեջ մտավ մի շատ հետաքրքիր հանգամանք։ Այդ հանգամանքներից մեկը հավատացյալի սևեռուն լինելն է։ Հավատացյալն ինքը դրվել է մոմը, հարմարություն տվել, ավազես կողմենքով, ինչ որ հարմարություններ ստեղծեցին տաճարը վերջապես, այդ բոլոր կարգավորելով։ Հավատացյալը մոմը դրել, վառել ու կենտրոնանում իրավունքի շուրջ։ Ինչ աղոթն կարող է մրմնջան, Տեր Աստված, դու ես իմ լույսն ու կյանքին ճանապարհը։ Դու ես ինձ համար հարվել, ջերմություն սփռել, լույս տարածել աշխարհին, ինձ էլ քո նման դարձրու։ Մոմը ինքը դարձավ Սուրբ Երրորդության նշանալներից մեկը, արտաքին բացատրիչ հնարավորություններից մեկը։ Մոմը լույս է ջերմություն, կամ մոմը թելը կրակ։ Ինչ որ երեք երեքական բացատրությունների մեջ, որը նույնպես մաղում է հավատացյալին իր ճշմարտությունն ասել։ Մոմը պատմում է Քրիստոսի մասին, որ շատ է բարվարվում, որտեղ նա ասաց ես եմ աշխարհի լույսը, եւ աշխարհի լույսի խորհրդանիշ դրված է, ոչ թե վառվում է իրեն, դա է Քրիստոսը։ Այն խորհրդանիշ հավատացյալը տեսնում է Քրիստոսին արդեն իր աչքով այնքան, որ կարող է իր միտքը սևորել Քրիստոսի կատարած փրկagorցության շուրջ։ Որտեղ նրա աչքի առաջ խաչն է եւ խաչի բախատան լույսը, որի ամբողջ խորհրդանիշն է, որի միջոցով ինքը կարող է լիարժեքորեն իր աղոթքը կատարել։ Սակայն ելի եմ գտնում հայ եկեղեցու մեջ սա պարտադիր երևույթ չկա։ Մարդ կարող է մոմ վառել, գնալ իր համար կանգնել աղոթել։ Մարդ կարող է մոմ չվառել, կանգնել իր համար աղոթել։ Այս ազատության մեջ։ Լավ, Տեր, հիմա գանք ժողովրդի կատարած մոմավառության սովորույթներին, այն ինչ որ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր հատկապես կիրակի տեսնում ենք եկեղեցիներից ներս հաճախակի վիճաբանություն եկեղեցու աշխատողների հետ, ծառայողների հետ։ Եվ այսպես, առաջին հետևյալ հարցն եմ ուզում տամ։ Ընդհանրապես, քանի մոմ կարելի է վառել հայոց եկեղեցում, որովհետև հաճախակի կարող անպայման զույգ պիտի վառես, անպայման կենտ պիտի վառես, եւ մեկը մյուսի հետ այսպես կռում են, չէ, դու ճիշտ ես շատուկի։ Հա, դու ճիշտ չգիտես, ես գիտեմ, ես ինձ տատիկս ասել, որ պիտի պարտադիր զույգ վառեմ այդ մոմ։ Ես մինչ տակաս ասել եմ, կուզենամ մի փոքր ավելի դրան լրացնող կամ դրան բերող մի հանգամանք եւս ասել։
մոմվարուն ինքը բարեգործ է հանդիսանում։ Որովհետև այսօր մոմվարությունը գումար է, չէ՞, ինչ մարդը ինչ-որ գումար է դնում եկեղեցում եւ վերցնում ինչ-որ քանակի մոմ։ Հստակ է, մոմերի տեսակներ եւ ինչու որովհետև մոմվարու հավատացյալն ինքը հանդիսանում է բարեգործ մեկը։ Իր գումարը դրեց եկեղեցու ծաղկման համար։ Այնտեղ աշխատողներ են պահում, եկեղեցու կարիքներ են հոգվում, ի ծխի տաճարի, ի ծխի սրբարանի համար են մտահոգ։ Որովհետև եթե ինչը լուզենաս տանես, այդ գումար ուրիշ բանի մեջ չես կարող ծախսել, ուրիշտեղ չես տան, տաճար կարիքի մեջ ուրիշ բանի չես ծախսել։ Ասեմ նաև, որ այս հանգամանքը շուրջ 200 տարի եւ ավել գործել է Թարական Ռուսաստան, երբ խլեց հայ եկեղեցու ձեռքից ամեն նյութական հնարավոր բան, հայ ժողովուրդը մնաց մենակ ինքն իր կարողությունների մեջ։ Հայ մարդը սկսեց կոպեկ առ կոպեկ մոմին գումար տալ, որպեսզի այդ նվիրատվությունը այլևս ռուսը չկարողանա տալ։ Հասկանալի, հետևաբար այդ նվիրատվության հիման վրա նա կարողացավ դպրոցել պահել, իր աղքատներին էլ օգնել, ինքն իր համայնքը սկսեց կազմակերպել։ Ինչու՞ որովհետև այդ ժամանակ համայնքի ոչ խնդիրի գործառույթները կատարում են ռուս պրստան։ Նշանակում է նա չէր կարող երբևիցե թողնել, որ աղքատները պետական բյուջեից օգտվեին։ Նշանակում է տվյալ համայնքի աղքատներն էլ դպրոցն են բոլորը պիտի պահվեին եկեղեցու հավաքագրված գումարը։ Հարկատը հիմա դա չկարող խորհրդային տարիներից անցավ ամեն բան, կապետ է պետություն կոչված հանգամանք ինքվեց է դիր վրա, ամբողջ գործառույթները սոցիալական խնդիրների վրա, հիմա այլ անկախությունների նույն գործառույթները պետությունն է դերի վրա, այսօր հավատացյալի ինքը փոխում է իր տաճարի պայծառությունն իր վրա վերցնելու։ Ասեմ, որ իհարկե այդ գումարներից այսօր չեն օգտվում ոչ մի քահանա, ասում որ հավատացյալը երբեք այդ գումարով չի պահում իր քահանային, քահանան պահում է տեսով։ Սա պիտի հստակ ասել, որպեսզի հավատացյալը չմտածի, թե ինքը անդադմում է վառում, այդ քահանան ապրում է վառած մոմով։ Չէ։ Եթե հավատացյալը վստահ է, որ ինքը քահանա է պետք, իր ծխին քահանա է պետք, ուրեմն ինքը պիտի գտնի միջոցներ քահանա պահելու, եւ չպիտի տրտնջա իր քահանայի ապրելու համար։ Սա մի կողմ։ Ուզում որ մոմավառությունը շատ կարևոր դերակատարություն ունի այսօր Հայաստանում շատ մեծ, դրսում ոչ, դրսում մոմավառությամբ չեն անում եկեղեցիները դրա դեպքում, որովհետև եկեղեցիացու նկատում եմ համայնքը եւ համայնքը ինքն կազմակերպում է ուրիշ խնդիրներով, ուրիշ կերպ գումարներ Հայաստանում եկեղեցին դեռ ձևավորված չէ իբրև ամբողջականություն, այդ մարդիկ իրեն չեն պատկանում իրեն եկեղեցու անդամ իբրև այդպեսին եւ խնդիրները չեն վերցնում իրենց վրա։ Մենք այսօր եկեղեցացումը մեր տաճարն ենք պատկերացնում, մի քանի քահանա ենք պատկերացնում, եկել մի քանի հավատացյալ։ Դա այդպես չպիտի լինի, որտեղ արհեստական դժգոհություններ այդ կամ այն կերպով լինում։ Ինչը ասեմ, որ այո, մարդիկ բարեգործ է մոմ վառելու ժամանակ։ Հետևաբար աղոթն էլ իբրև բարեգործի աղոթք են հնչում։ Նա արդեն մատնակցել է բարեգործությամբ եկեղեցու ծաղկմանը։ Ուստի այդպես է, պետք է մտածել, որ չխոչընդոտել աշխատողի աշխատանքը, որովհետև աշխատողն ինքը կամ մոմավաճառի մոտ են մոտենում ասել խոսում քանի հարկոց չվարել քանի։ Եթե նա բարեպաշտական չլիներ, այնտեղ գրված կլիներ ինչ-որ մի գրքի մեջ, որ այսինչ օրը պետք է վառել զույգ, այսինչ օրը պետք է վառել կետ, ընդ որում այսքանից կսած մինչև այսքան, եթե ուզում ես ինչ բան է կատարվի, այդ բան գոյություն մարդը գործ ունի Աստծո հետ, իր խնդրանքն Աստծո հետ, ուզում ես վառել, ուզում ես մի վառել, ուզում ես զույգ վառել, ուզում ես կետ վառել, ուզում ես շատ վառել, ուզում ես քիչ վառել, այդ շատը քիչի համար է սկսեցին դեռ։ Այո։ Եթե շատ ես վառում, շատ ես մատակցում բարեգործությանը, քիչ ես վառում, քիչ ես մատակցում բարեգործությանը, չես վառում, չես մատակցում բարեգործությանը։ Այսինքն հետագայում դու իրավունք չունես պահանջելու, թե ինչի բանը մաքրություն, բանը եղտոտանի, բանը դրած չի, ումակալ չունի, պատվեր չկա։ Պիտի տաս, որ լինի։ Եթե քեզ համար միևնույն է, տաճար կունենաս, թե չես ունենա, ուրեմն մի խոսի։ Եթե քեզ համար միևնույն է, թե քահանա կունենա, քաղաքը թե չի ունենա, չես խոսում։ Եթե քեզ համար միևնույն է, թե տաճարում ում կվարվի, թե չի վարվի, սուրբ սեղանը մաքուր կլինի, մաքուր չլինի, ուրեմն իրավունք չունես խոսել, եթե դու ինքդ մոմ չես վարել։ Եթե դու ինքդ մոմի գումար չես ուզում վառելու մատուցում գումար չես։ Եթե այդտեղից գալիս է շատ քիչ խնդիր է, բայց ոչ կետոզույքի։ Մարդը ազատ է իր կեցվածքի մեջ։ Մարդը ազատ է իր աղոթքի կատարման հանգամանքների մեջ, մարդը ազատ է Աստծո հետ հարաբերության մեջ, հետևաբար մոմավառությունը
որպես ամբողջական չի կարող հանգամանք հանդիսանալ ցույց տալ համար մարդու հավատքը այդ կամ փոքր անկեղծ կամ ոչ անկեղծ գործիչ։ Դրա այդ նշեցի, որ արտասահմանում այլ երկրներում Հայաստանից բացի չկա մոմի արժեք, այսինքն մոմը եկեղեցին մոմով չի ապրում։ Այդ դեպքում նշեցիք նաև, որ մոմը բարեգործություն։ Այդ դեպքում ես որևիցե մի երկրում եմ ապրում, ոչ Հայաստանի Հանրապետությունում, այդ դեպքում ես ինչպես եմ բարեգործություն անելու։ Այստեղ ես տալիս եմ 200, 300 կամ 1000 դրամ մոմ եմ առնում, դրանով բարեգործություն եմ անում եկեղեցին, եկեղեցու ծախմակ։ Բայց այնտեղ ինչպես է բարեգործությունը անում։ Այդ անհատ կարող է ինչ-որ մի մեծ բարերար, ինչ-որ մի քանի խոշոր գումար վճարել եկեղեցուն տալ, ասեք արդ դեր հայր կամ չգիտեմ ով ու եկեղեցին իմ եկեղեցին բարձր պայծառացրու։ Անհատի բարեգործություն։ Այդպիսի խնդիրներ կան, օրինակ այսօր Հայաստանում կան տեղեր, որտեղ համայնքներում բարերարներ կան, որոնք հոգում են իրենց եկեղեցու ծախսը եւ թեմական առաջնորդները խնդրում են, որ այս կամ այն եկեղեցու, օրինակ իրենց ծննդավայրի եկեղեցում թող մոմը չվաճառվի, ասենք օրինակ։ Թող դրի տրվի, ինչքան կտրվի, ետրամոման ամբողջությամբ կտա, օրինակ։ Այսինքն փոխհատուցում է դա այսպես կամ այդպես։ Որովհետև սա փորձել է կարգավորել Հայաստանում, այդ հարցը չկարգավորել, դա նշանակում է քաոսի վերածել եկեղեցական այդ ներքին կյանքը։ Ինչու՞, որովհետև Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի եկեղեցու տաճարները եւ եկեղեցական կյանքը ինչ-որ միտեղ միայն իրեն գոյություն է պաշտպանում մոմավաճառությունը գոյացած կողմանում։ Սա այնքան բնական բան է, այնքան բնական, որ սա պարզապես միջոց է, ձև է, որ համայնքը ակամում մահացում է եկեղեցու պահպանմանը։ Աշխատող կպահեն, չվազել կունենան, գալ կվառեն, դուրս կվառեն, ինչ-որ բան է, այնքան սովորական երևույթ է, որևէ մեկի վզին չի մնում։ Ստական եթե անհատ կա, որը լիարժեքորեն գիտակցում է իր պարտավորություն եկեղեցու հանդեպ, դասանորդի միջոցով, իր ունեցվածքի բաժին հանելու պարտավորությունը գիտակցելով, ոտվածաշնչային պահանջ է, դասանորդ վճարել իրենց ունեցվածքի։ Եվ սրա համար հաճախ դրսի, ասենք թե սփյուռքահայերը հատկապես այս գիտակցությունը ունեն։ Իրենք իրենց համայնքի ներսում, եթե ոչ դասանորդի տեսքով, ապա նվիրատվությունների տեսքով իրենց համայնքը պահպանելու խնդիրն անպայման մասնակցում է, որտեղ ուրիշ կերպ գոյություն չունի։ Այնտեղ լուծված են համայնքային խնդիրները, այսինքն կա մեկ համայնք, որը հենց կոչվում է եկեղեցի, հենց եկեղեցում ունեն քահանա, ունեն ամեն ինչ, ունեն իրենց բան, եւ պահպանում են միջոցներով, իրենք էլ հավաքում են, որոշում են ինչպես է տրվում։ Հայաստանում կերպել այլ է, չկա ծուխ, չկա թխական համայնք, որպես այդպիսին ձևավորված, եթե անգամ լինել գործառույթները լիարժեքորեն չեն կարող իրագործվել ինչ-ինչ հանգամանքներով։ Սակայն այս հանգամանքը լիարժեք է արդեն։ Հստակ է, ես ինչ բան արժես կան, ինչ բան արժեն կան, ինչ բան արժես կան։ Մեր մտածողության եւ մեր տեսակին շատ հարավը ոգի է։ Մենք դա առատուր ենք կոչում, այո, ինչ-որ միտեղ առատուր տալիս ես վերցնում ես դիվար, սակայն դու չես տարբերություն մեկը Հայաստանը, անհատական հարստության համար չի տա, համայնքային պահպանության համար է։ Եվ եթե եկեղեցին սկսել է հարստանալ, իր ժողովրդի միջոցով, մոմվարելու միջոցով, նվիրատվությունների միջոցով, ուրիշի որ սա համարվի ինչ-որ մեկի հարստացման համար, որովհետև վերջապես մենք Աստծո հետ գործում ենք, Աստծո առաջ ենք ապարտում, մենք արդեն պարտավորություններ չենք կատարել, ենք մի քանի կոպեկ ելի, մտածենք թե ինչ արեցինք, ինչ չարեցինք, իարամներ դրած կոպեկ նոր տարավ կերավ։ Մասնակցիր քո եկեղեցական կյանքին, քո ներկայությունը մշտապես ունեցի եկեղեցում եւ պատիվ ունեցիր միշտ իմանալու ինչպես է ապրում դու, այդպես ասած, ինչպես է ապրում քո եկեղեցին, քո համայնքը, որտեղ քո պարտավորությունը այս ժամը մենք գտնենք, որ մենք ոչինչ չենք կարող եկեղեցու համար։ Տարեկան մի քանի 100 դրամի մոմավառությունը մեզ որևէ մեկին կբերի այն գիտակցություն, որ մենք ինչ ենք կարող ապրել։ Որ մենք նախընտրած տաճար ունենք, բայց այդ տաճարը բացում չենք պահպանում։ Նախընտրած քահանա ունենք, բայց մենք չենք պահպանում։ Ասում են դու այդ ինչ պահում, բայց այդ ինչի պետք է չի որ պահում։ Ինչ խնդիրներ կան, որ մենք պիտի տան անդամ լինենք, որ մեզ ուզի այդ խնդիրը։ Եթե տան անդամ չես, հարևանցիորեն, հարևանի տան խնդիրները չի լուծի։ Այս ամբողջ խնդիրը։
Դրա եկեղեցիներում դեր ասածը դրի հասկանալի են բռնելի եկեղեցիներում մոմավառության համար միայն մեկ բան կա, որ պարտադիր գրվում է դրսից մոմ չբերել։ Ինչի նորից բարեգործության նպատակն է։ Խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ հավատացողը կամաց կարողանա սովորել ինքն իրեն պահելու խնդիրը։ Ուղղակի հրահանգը, որ պիտի տաճարում ինչպես պահի մարդը։ Դա ոչ մենաշնորի, ոչ մենաշնորի խնդիր կա։ Շատերը պետք է կարդան, բայց ավելի շատ հանգամանքն ավելի դրվում է այնտեղ, որ պիտի կարողանան մենք հավատացյալին մարզել եկող մարդուն մարզեցնենք մի հանգամանքի, որ դրսից չի կարելի բերել բառը։ Այդ չի կարելի նա տան մեջ ինչ-որ մեկը, որ դրսի բերածում է դու ոչ մի օգուտ չես տվել քո համայնքի։ Եվ չկարդես որ դու բարեգործ ես։ Մտել է սովորական խանութից դրա գնում, աշայ թափելու գնում, ասենք դեմ ում ես արել եկել։ Այո, քո եկեղեցում քո գրպանին ոչ հարմար մոմ է դրան, մտել է 60 դրամ է, բայց այնի հետ 60 դրամով դու 6 հատ մոմ կուղարդ։ 6 հատը եւ մի հատը չի որոշում քո աղոթքի տեղ չխառնելը։ Դրա համար էլ պետք է գոնե մարտակել եկեղեցու զորացմանը, քո համայնքի զորացմանը եւ ոչ թե խանութ-բանի մեծ զորացմանը, խանութ-բանի առևտրի կատարմանը։ Չրապետել անհատական խնդիր, ում ուզում ես հարստացրու։ Եկեղեցուդ հարստացրեցի, դու ես հարստանում։ Քո համայնքն է հարստանում։ Դու ես ուշեղանում։ Խանութ-բանին հարստացի, նա է զորանում։ Ես չեմ ասում տոնա չեր զորանա, սխալ չհատկած, խանութ-բանն էլ իմ համայնքի անդամ է, տոնա իր հաց ծախելով, ջուր ծախելով, ապրանքներ ծախելով հարստանը եւ մարդար ծախելով հարստանա, եւ նպաստեմ իր հարստանան, ճիշտ բիզնեսաներով հարստանա, բայց մենք չմոռանանք, որ մենք դպրոցի եւ մնացած սրբարանների նման ավելի գերագույն սրբարանն է, Աստծո ներկայությունը ունենք գիտակցելու, հարգելու։ Մենք երրահարկ տներ կարող սարքել, միլիոններ ծախսել, բայց երբ գնացած այդ երկու բան, ասած այդ միլիարդ հատերին, գիտես սիրելիս, այդ ինչ մարդու համար գումար եմ հավաքում, ես եմ անում, որ դու չնես դռները հավաքի, դու կանե դու արա, գումար եմ հավաքում, օգնենք, կատի չունենք, տաճար կառուցելու ունենք, ասեմ գիտես, մի հատ գորգ է պետք կատի չունենք, այդ ինձ 3 հատ տրել է իրան կրխի, մեջ են գորգերով, ռոտացներով, բազմացներով պատել, դա իրենն է, այստեղ հակամտություններ կա, մենք դպրոց սարքելու, բանակ պահելու ու եկեղեցի ունենալու հանգամանքներում ինչ-որ միայն է, այդ հատկապես մենը չեն կարող, համայնքային խնդիրը դեպքում դեսեք անգամ այդ մի հասարակ բանի մոմ առելու, մոմ ծախելու, մոմինքին ունենալու, այդ կերպերի լուծելու, այդ տեխնիկական խնդիրները լուծելու, առևտրային հանգամանք ունենալու, այդ բոլոր հանգամանքները բերել ամենամեծ խնդիրների միջև։ Մեծ խնդիրը դա ճանաչում ես քեզ քո համայնքի եկեղեցի, թե ոչ։ Գիտես ինչպես է ապրում քո եկեղեցին, թե ոչ։ Քեզ պետք է որ կա եկեղեցին, թե ոչ։ Դու այնտեղ չես։ Այս ամոր խնդիրը։ Այսինքն դու քո տեղը, քո արժեքը գիտակցում ես, թե ոչ, իբրև մարդ այդ աշխարհում որ ապրում է։ Գլխիած ինչ ես ապրում, թե չէ։ Քո տեղը արժանավոր, թե արժանավոր չէ, այդ ամոր աղանդավորները հաճախ են, ես ասացի, որ հաճախ են ասում, որ այ եկեղեցում մոմ է վաճառում, որը չի կարելի, որը սխալ է եւ այլն։ Այդ դեպքում իրենք էլ 10-րդն են հավաքում պարտադիր ու տարբերություն չկա, իրանք էլ այդպես են ես բարեգործությունն անում։ Լավ, տերա, եւ այսպեսի մի խնդիր էլ կա եկեղեցում կապված մոմավառության հետ, հաճախակի լսել եմ, որ ինչ է մոմը անջատում, թող ես հիմա ոտքը վերջացնեմ, այդ բոլոր նախապաշարումներից են գալիս, այո, եւ շատ ավելի շատ մեծ խնդիրն են։ Այնքան անտրամաբանական զարգացումներ են հաճախ պատահում։ Ես էլ եմ ասում, մեր խնդիրներից մեծագույնը կայանում է գիտակցության մեջ, մեր հավատացյալի իրական քրիստոնեական գիտակցած հավատքի մեջ։ Մենք հաճախ եւ ավելի շատ ապրում ենք նախապաշարումների շրջանում, քան հավատքի մեջ։ Հավատքի նախապաշարումը բավական հեռու բաներ են։ Դրա համար մեր հավատացյալների զգալի մասը դեռ ազատված չեն նախապաշարումային հանգամանքից։
երբ որ ազատվի, իր համար նշանակություն չունի կմոմը վառը թե չվառը, տատատ վառը թե մի հատ վառը, էդի շտոնե շատ վառը թե քիչ վառը, եկան տեղափոխեցին իր մոմես կողոպսի հավաքեն, թե չտեղափոխեցին, եթե որոշնով դրից տեղ, ուրեմն տեղ իր հաջողությունը, այդտեղ չէ տարակարդիկ նախապաշարների մի ամբողջականություն կա, որտեղ չես հասկանում, բանա, մարդը ինչ է եկել տաճարակոթել, ինչ է ուզում, ինչ է ուզում ստանալ, հանուն ինչ է եկել տաճարակոթելու, որ ինչ, այդ ամբողջ խնդիրները բանը ուզում գալի հատնում է միտը, որ մարդը գիտակցված և ազատ չէ, գիտակից և ազատ չէ, հավատք ազատություն է սիրում, ոչ թե ինչ ուզենանք անենք և ինչպես ուզենանք անենք, որ ինչ կուզենամ կանեմ, որտեղ ինչպես կուզենամ կվարվեմ տաճարում կամ հավատքի հետ, այլ որ հավատքը ինձ թողում է, որ նախապաշարների մեջ չենք, այ ազատությունը սրա մեջ, որպես իմանամ, դա տաճարը մոտել է, որ գումար չունեմ, ում չեմ վարում, ինչ է, բայց մոտել եմ ավոտելու, ազատ եմ ես վերջապես նախապաշարների, ինչ հանգամանքներ հանդիպեցի չեմ կապում երևույթները ինչ-որ օրվա կամ չոր հաջողության ոչ հաջողության են, որովհետև ազատ եմ, հավատքս ինձ ազատություն է տվել, և գիտեմ ինչ է հավատքը, գիտեմ ով է Քրիստոս, գիտեմ ինչ է կատարել ինձ համար, ազատություն։ Այդ հանգամանքներն են, որով բարեպաշտական սովորությունների մեջ են թաքնված։ Այն ամենասկզբին, որ այդ բարեպաշտական սովորությունները և արարողությունները իրենց մեջ խորհրդաբանություն են պարունակում, իրենց ազատությունից ելնելով այդ համար։ Շնորհակալություն Տեր, հուսով եմ այսօրվա այս հաղորդումը մեր վանաձորցին և ընդհանրապես մեր ժողովրդին կբերի այն գիտակցության, որ անհրաժեշտ է բարեգործություն անել եկեղեցում, Եզանելմոմի միջոցով կամ հենց այնպես բարեգործություն անել և վերջում խնդրեի, որ մի փոքր ամփոփենք ընդհանրապես այսօրվա մեր թեման։ Իհարկե պետք է ելվի օրվա խորհրդից ես վերցնեմ և փորձեմ խոսել և ասել շատերին կթվա թե մենք այսօր հատուկ գովեստո և հատուկ գովաբանությամբ զբաղվեցինք, որպեսզի ինչպես շատերն են ասում, մեր բիզնեսը հանկարծակի չընկնի և անընդհատ տեղում մնա, բայց ով ինչպես կուզենա թող կարծի, գիտակից մարդիկ շատ լավ գիտեն ինչը երբ և ինչի համար են, և մենք օր առաջ, ժամ առաջ գիտակցությամբ, հավատքով ապրելու ժամին պետք է հասնենք, որպեսզի հավատքի գիտակցված ապրենք, և ոչ թե այս կամ այն մեղադրանքների կամ այս կամ այն կերպերի ենթադրություններով ապրել։ Հավատքը մեզ ստիպում է, որպեսզի մենք գտնենք մեր Աստծուն և փորձենք հարազատ մնալ մեր ավանդույթներին, որի փոքրիկ մասը մոմավառություն, ճրագ, եկեղեցու ավանդույթներն են, առանց որի մենք ապրել և իբրև եկեղեցի և իբրև ազգության տեսակ, քրիստոնեության տեսակ երկար գոյատևել չեն կարող, պահպանողականությունն է, որ բերում է դրան, իսկ պահպանողականության մեջ բարեպաշտական սովորությունների անխաթար պահելու և սերունդին փոխանցելու նաև կերպն է և հանգամանքը։ Սիրելի հեռուստադիտող բարեկամներ, թույլ տվեք սրանով ավարտել մեր այսօրվա եթերը, ցտեսություն մինչ հաջորդ հանդիպում։